Կա երկու կողմերի հաղորդագրություն, ըստ որի քննարկվել է կոմունիկացիաների հարց եւ թրիփ նախագիծը Հայաստանի տարածքում, այսինքն արձանագրվել է, որ Հայաստանում կա այդ նախագիծն, ասել է վարչապետն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից Զանգեզուրի միջանցք տերմինի օգտագործմանը։ Վերահաստատում ենք Հայաստանում բացի թրիփից այլ նախագիծ չկա, նշել է նա։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամա Քահանա Ասատրյանն օրերս արձաքնվել է քննչական կոմիտեում։ Նա արձաքննվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Գարեգին երկրորդ ծառայգույն պատրիարք եւ ամենահայ կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքն է բերել քահանահայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։ Մոդիքս խորհրդատվական կենտրոնը ներկայացրել է առևտրային բանկերի զուտ շահույթը 2024-ից 2025 թվականների առաջինից երրորդ եռամսյակներին։ Առևտրային բանկերը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրել են մոտ 308 միլիարդ դրամի զուտ շահույթը, ինչը 15%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագրերը, Ալիևը հիշեցնելով Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին հայտարարել է, որ այդ հանդիպման արդյունքում երկու երկրների միջև թյուրըմբռնումներ առաջացող հարցերն անցյալում են մնացել։ FIFA-ն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն, ով սպառնացել էր Բոստոնին բացառել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող քաղաքների ցանկից։ Անվտանգության համար անշուշտ պատասխանատու են հյուրընկալող երկրների կառավարությունները եւ նրանք են որոշում, թե ինչն է լավագույնը հանրային անվտանգությունն ապահովելու համար։